Նիկոլ Փաշինյանը, եթե կհիշեք, մի քանի շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանը դուրս պետք է շպրտվի քաղաքական եւ հանրային կյանքից, այսինքն այդ օրվանից սկսած ինձ համար պարզ է, որ ընտրված է մարդը, թիրախը, հետո ինչ-որ մի գործ այդ մարդու վրա կկարեն, ես գիտեմ, որ ես տիպիկ ավտորիտար կառավարմանը բնորոշ սցենար եմ նկարագրում, բայց այսօր Հայաստանում այլ բան տեղի չի էլ ունեցել, անկախ նրանից ինչպես ենք վերաբերում Վարդան Ղուկասյանին, տեղի ունեցածը մաքուր թիրախավորված հետապնդում են, որում հեռահար նպատակներով կարծում եմ, դրա համար եմ ասում, այստեղ խնդիրը Վարդան Ղուկասյանի անձը չի, մեր վերաբերմունքը չի այդ անձի այս կամ այն հայտարարության կամ վարքագծի վերաբերյալ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ փորձ է արվում հասարակության մեջ ներշնչել, որ ընտրությունները փոփոխության արժանահավատ գործիք չեն։ Այսինքն իշխանությունը փորձում է 2026-ի ընտրական ցիկլից առաջ ուրեմն վախի, ահաբեկումների միջոցով ապաթիայի մեջ դնել հասարակությանը, ապատիկ տրամադրություններով նրան համակել, որովհետև այդ կերպ դյուրին է համարում իր վերարտադրության հնարավորությունը։